Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր հոկտեմբերի 27-ն է, երկուշաբթի։ 26 տարի առաջ այսօր, հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ 1999 թվականի այսօրը ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթով։ Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վարչապետն այսօր հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ազգային ժողովի բակում գտնվող հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթ հողի մոտ։ Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի տարանցմանը դեպի Հայաստան, նշելով, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով։ Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել։ Այսինքն, եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին, ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում, եւ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Մնացած հատվածով իհարկե մեր իրավիճակները Ադրբեջանի հետ մի քիչ տարբեր են, դուք տեղյակ եք, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծումը եւ դա տեղի ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով եւ իրավիճակների տարբերությունը ինչ է, որ ըստ էության մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերվում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող է պարզվի ինչ-որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա եւ մենք ուղղակի այսպես դահլիճային պայմաններում դա չենք արձանագրում, այսինքն ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Իհարկե այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական, այսինքն կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենը իրականացնել։ Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը,
հայտնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ, այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել։ Մասնավորապես վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց։ Վնասել են ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը եւ այլն։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 տասնյական օդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով հոբ ուժերը դրանք բոլորը ոչնչացրել են։ Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար գիշերը Ժուկովսկի եւ Դոմոդեդովո օդանավակայաններում կիրառվել են ինքնաթիռների մուտքի եւ ելքի ժամանակավոր սահմանափակումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 40-ը Մոսկվայի մարզում, որոնցից 34-ը շարժվել են մայրաքաղաքի ուղղությամբ։ Դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի մոտ գտնվող Սերպուխով քաղաքի նավթամբարում։ Մեկ այլ տեղեկատվությամբ ուկրաինական կողմը անօդաչու սարքերով հարվածել է Բելգորոդի ջրամբարի ամբարտակին։ Ջրամբարը ճաքել է եւ ջրի մակարդակն իջել է 100 սանտիմետրով։ Երկարատև սահմանային վեճից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ Թայլանդը եւ Կամբոջան ստորագրել են հրադադարի համաձայնագիր։ Թրամփը իրադարձությունն անվանել է պատմական։ Թայլանդը կազատի կամբոջացի բանտարկյալներին, իսկ Կամբոջան կսկսի դուրս բերել ծանր հրետանին։ Արարողությունը տեղի է ունեցել Կուալա Լումպուրում, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը մասնակցում է Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի ամենամյա գագաթնաժողովին։ Գագաթնաժողովից հետո Թրամփը այցելելու է նաև Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են անցյալ շաբաթ Լուվրում կատարված կողոպուտի գործով 2 կասկածյալի։ Փարիզի դատախազությունը հաստատել է լուրը։ Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Շարլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվելիս է եղել նստել Ալժիր մեկնող ինքնաթիռը։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։ Կողոպուտին մասնակցել է 4 դիմակավորված անձ, որոնցից 2-ը ներխուժել է շենք։ Քննիչները կարծում են, որ նրանք պրոֆեսիոնալ հանցագործներ են, քանի որ գործել են լավ մտածված ծրագրով եւ հստակ իմացել, թե ինչ զարդեր են տանելու։ Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել անցած կիրակի։ Օրը ցերեկով աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանից գողացել են 88 միլիոն եվրոյի պատմական արժեքներ։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը խոստովանել է, որ անվտանգության համակարգերը չեն աշխատել եւ դա հսկայական վնաս է հասցրել երկրին։ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 160 տարեկան է։ Ալեկպոլի հին թատրոնը հոբելյանական տարին բացեց իրեն վայել անունով եւ յուրահատուկ ձևաչափով։ Բեմին արտիստները ավելի քան արտիստիկ էին ու երաժշտական։ Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի բեմադրած շոու ներկայացումը արտիստիկ համերգ էր, որտեղ ավագ ու կրտսեր սերունդները միասին եւ խաղում էին եւ երգում։ 160 տարի կյանքն արվեստ, իսկ արվեստը կյանքի են վերածել այս քաղաքում։ Հին թատրոնի տաղանդի տեր մարդկանցից նորերը սա են շարանգել։ Այս պատերիցներ ստեղծագործում են, ամեն մի բեմադրություն դառնում է մարդու ներաշխարհի խոստովանությունը։ Գյումրիի թատրոնը ոչ միայն այս քաղաքի մշակութային կենսագրության, նաև հայկական բեմարվեստի ամենաբովանդակ էջերից է։ Հերթականը եւ արդեն 160-րդ թատերաշրջանը նորովի ասելիքով է բացվում։ Ես ուզում եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել ձեզ, շնորհավորել մեզ, շնորհավորել քաղաքին։ Ես կարծում եմ այս թատրոնը արժանի է այս քաղաքին, սա վստահաբար կարող եմ ասել, որովհետև ինքը պիտի կարողանա քաղաքի հետ համահունչ զարգանա ու աշխատի։ Ես կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ ամենադժվարին պահերին, ինչպես թատրոնն է եղել քաղաքի կողքին, այդպես էլ քաղաքը թատրոնի կողքին։ Ալեկպոլում թատրոն գործել է 1865 թվականից։ Այդ թվին մայիսի 23-ին Ալեքսանդր Մելիք Հայկազյանի նախաձեռնությամբ համաժողովրդական տոնախմբություն է եղել քաղաքում։
Դրանից հետո ոչ պատերազմները, ոչ արհավիրքները չկարողացան փակել այդ վարագույրը։ Թատրոնը եղավ ու մնաց քաղաքը զարդարող ազնվական այցելավայրը։ 1988 թվականին երկրաշարժը մեկ տարի անց երբ հատուի գրանցական ղեկավարը Երևան Հակոբ Հասանյանը այս հատուի դռները բացել ու լեցել Կշտի մեջ է հանդիսատեսի եկել է թատրոն, մենք իր կողքին ենք, որպեսզի չկրանա երբեք Գյումրեցի։ Սա որովհետև հենց այնպես թատրոն չէ, մեկ-երկու կողմից, սա պահանջն է եղել ժամանակի, որ այս թատրոնը պիտի ծնվի։ Եվ այսօր մենք վավերացրել ենք այդ պատմությունը 160 ակնթարթ խորագրով, ֆոտոալբումով, որտեղ տարբեր տարիների լուսանկարներ են, որոնք խոսում են առավել ցայտուն կերպով, թե ինչ ճանապարհ է անցել թատրոնը։ Ստեղծագործելու դասական սահմաններից դուրս նորարարական խիզախումներով, բուրըն էներգիայով եւ լուսաձայնային հրավառությամբ ավագ ու կրտսեր արտիստները հոբելյանական թատերաշրջանը վերածեցին արտիստիկ համերգի։ Բեմի մեքսիկական ու գնչուական կրակոտ երգերի ու պարերի դրվագները, մինչև սիրո քաղաքի սիրո լեզվով գերող երգերը հանդիսատեսին բոհեմական խելահեղ կյանք էին տեղափոխել։ Արտիստիկ շոուն շքեղանում էր բեմական խաղիկների համադրումներով։ Ազգային ժողովրդական երգերը թատրոնի արտիստների, իսկ գործիքային մշակումները ֆոլկաստիկ բենդի երաժիշտների համադրելի կատարումներով մի ամբողջ դահլիճ էին ալեկոծում։ Արտիստիկ հրավառությունը հպարտության զգացումներ, մշակույթ քաղաքի մասին իր տպավորությունները հայտնելիս Շիրակի մարզպետը հատուկ շեշտադրեց, որ իսկական ու իրական գյումրեցին այստեղ է, այս դահլիճում եւ այլ տեսակ չկա։ Գյումրիի թատրոնը մեր ամենադինամիկ զարգացող թատրոններից է եւ հատկապես կարեւոր է, որ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլև մեր ամենատարբեր բնակավայրերի քաղաքացիները։ Իր խոսքում շեշտեց նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այն էներգիան, այն եռանդը, այն տրամադրությունը, որ բեմում է եւ փոխադարձվում է հանդիսատեսի ու դահլիճի կողմից, ցույց է տալիս, որ մենք իրականում խոսում ենք թատրոնի առաջին 160-ամյակի մասին։ Եվ վստահ եմ, որ թատրոնը առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որ մեզ այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ Այդ պատմությունը իսկապես պատկառելի է 160 տարի։ Հեշտ է ասել, բայց դա առաջին հանդիպումներից էր հայ թատրոնի եւ հայ հանդիսատեսի։ Գյումրու թատրոնը մեր ամենահին թատրոններից մեկն է, թերևս ավելի հին, քան երևանյան թատրոնները։ Հոբելյանական երեկոյի ընթացքում արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ երկարամյա նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին թատրոնի դերասաններ Նարա Սանթոյանը եւ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեդալների, պատվոգրերի, մարզպետի աշխատակազմի շնորհակալագրերի արժանացան թատրոնի տասնյակ արժանավորները։ Հանդիսատեսին տպավորած արտիստիկ շոուն կընդգրկվի թատրոնի խաղացանկում։ Գյումրիի 160-ամյա թատրոնը մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայանա եւս 2 առաջնախաղով։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։ Թանգարանները դառնում են նաև կենթանի խոսքի, շփման եւ երկխոսության միջավայր։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում բանաստեղծի կյանքին ու գործնեությանն առնչվող նմուշներից բացի հնարավոր է հանդիպել վարպետի հետ։ Իսահակյանը իր հոլոգրաֆիկ կերպարով վիրտուալ այցելություն կկատարի պատմական Անի մայրաքաղաք։ Թանգարանային նորարարությամբ Գյումրիում մեկնարկել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երգեր եւ երկեր նախագծի մեկնարկը։ Նախագիծն իրականացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Վարպետի տուն թանգարանի բակում աշնանային գունապնակին հաղորդ երեխաների ջրաներկ աշխատանքներն են, որոնցում իսահակյանական միտքն է։ Թեմատիկ ու դերանավարտ նկարներում համամարտկային բողոքի ձայն բարձրացնող Աբուլ Ալայի քարավանն է,
Պատանու սիրող սիրտը կոտրած մրահուն աղջկա կերպարը։ Նկարել եմ Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մի մրահուն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին։ Շատ գեղեցիկ բանաստեղծություն է իր սիրո մասին։ Իր այդ սիրային բանաստեղծությունները մրահուն աղջիկը շատ տպավորվել է մեջ։ Գույների նկարչական զգացողությունները դրսում էին վարպետի տուն թանգարանում նրա գրական ժառանգության, գաղափարախոսության մասին գիտական զեկույցներն ու քննարկումներն էին, որով եւ ամփոփվեց Իսահակյանական տարվա միջազգային գիտաժողովը։ Այս տանը, որտեղ ապրել է բանաստեղծը, կարելի է զգալ նաեւ Իսահակյանի կենդանի շունչը։ Ինովացիոն լուծումներով մասնակիցները ստացել են բանաստեղծի հոլոգրաֆիկ կերպարը։ Այն նախնական տարբերակն է, որի ամբողջականը կներկայացվի Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը, հոկտեմբերի 30-ին։ Տեսնում ենք Իսահակյանի հոլոգրաֆիան, պրոստը գալիս է առաջ գնում է հետ, ինքը հնարավորություն ունենալու խոսել այցելուների հետ, ինքը իր աշխատասենյակը լուսավորել լինելու։ Դուրս գալով աշխատասենյակի իր սեղանից կմոտենա այցելուներին, կպատասխանի որոշակի հարցերի, կզրուցի, կասի իր թևավոր մտքերից իր պատկամները կտա մարդկանց։ Ինովացիոն տեխնոլոգիաներով ստեղծված ծրագիրն այցելուներին կզարմացնի վարպետի պատմական անի վիրտուալ այցելությամբ։ Ընդ որում, շնորհիվ նորարարության 10-րդ դարի անին վերականգնված են տեսնելու։ VR-ակնոցի օգնությամբ այցելուն կարող է Ավետիք Իսահակյանի հետ տեղափոխվել պատմական մայրաքաղաք, շրջել փողոցներով, տեսնել հնագույն տաճարները եւ զգալ միջնադարյան Հայաստանի շունչը։ Ես ու ճարտարապետ Թորոմանյանը նստել էինք Անի մայր եկեղեցու հանդեպ։ Նա ոգևորված խոսում Իրանից, կարծես Անին նրա համար ապրող իրականություն էր։ Աշխատել է թիմ, մեծ թիմ, աշխատել ենք ռեժիսորներ, սցենարիստներ, մոդելավորողներ, բարձր որակից, ունեցել ենք նաև թսից մոդելավորներ, թիմի հետ աշխատել են այլ երկրից, Եվրոպայից, պատմաբաններ են աշխատել, բազմաթիվ նյութեր ենք Անի մասին ձեռք բերել, այդ պատմական իրողության վրա վերականգնել ենք Անին։ Ինչի հենց Իսահակյանը, քանի որ Իսահակյան Թումանյանի հետ այցելել էր Անին, ու մենք որոշեցինք հաստատ երազած կլիներ կանգուն տեսնել այդ հրաշքը, որոշեցինք, որ պետք է կանգուն լինի Անին։ Տեսակով որպես այդպիսին եզակի առաջարկներ են Գյումրիի պարագայում եւ մենք նույնիսկ հիմա մտածում ենք մյուս թանգարաններում եւս նման տեխնոլոգիական լուծումներ ունենալու մասին, որովհետեւ ժամանակակից կյանքը վաղուց պարտադրել է մեզ այս ամենը եւ պիտի համակայել ընթանալ։ Իսահակյան ջան։ Վայ, էս ինչ։ Աղջիկ հյուրեր ունեմ։ Վայ, Թումանյան ջան։ Աջա։ Դու ես էստեղ։ Բաբա։ Չեք կանգնել, մտեկներ։ Վարպետի հետ հանդիպում կար նաև Գյումրիի տեխնիկային թատրոնում։ Իսահակյանական տարում տեխնիկայինի ստեղծագործական խումբը բարդ գործեր ձեռնարկել։ Փոքրիկ հանդիսատեսի համար Իսահակյանին Նուկիմ քաղաքի խելոքները հեքիաթի մոտիվներով քաղաքի խելոքներն են բեմադրել, որտեղ բոլոր կերպարներն ու դերերը գլխավոր են, ազգի հանճարներն են։ Մենք ունեցանք հրաշալի մի ներկայացում, որտեղ համեմված են մեր մեծերի շունչը, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ եւ նաեւ Ֆրունզիկ Մկրտչյան։ Կարևոր է այսօրվա սերնդին ուսուցանել, հիշեցնել, ինչու ոչ նաեւ սովորեցնել, որ այս տեսակ մեծեր ենք մենք ունեցել ու իրենք հարատև են մեզ հետ քայլելու։ Ազգի մեծերի կերպարներով տեխնիկները մանուկ հանդիսատեսի ուշադրությունը գրավող էին, գունեղ ու պատկերավոր դեկորների շարժն ակտիվություն էին բերում փոքրիկ հանդիսատեսին։ Երաժշտական ձևավորումը կատարել էին երկդարձած իսահակյանական բանաստեղծություններով, ներկայացման մեջ վարպետի իմաստուն մտքերն էին թևածում։ Մենք հասցրեցինք այն գաղափարը Իսահակյանի, որ մարդը հզոր է ոչ միայն պարծենկոտ խելքով, այլ պետք է իմաստուն գործի եւ կարողանա ամենապրիմիտիվ հասարակ բաները հասցնել գիտակցման աստիճանի։ Հոբելյանական միջոցառումների օրվա ավարտը եւս երաժշտական էր Գյումրիի ժողգործիկների պետական նվագախմբի կատարմամբ թատերական հրապարակում հնչեցին մեծ բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։